Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն բոլոր նրանց, ովքեր հենց նոր են միացել մեզ, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք։ Ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա կես ժամվա ընթացքում ձեզ համար կաշխատի Լուսի Քոչարյանը։ Նշեմ, ինչպես միշտ բոլոր տարբերակները, որով կարող եք մեզ հետևել, ընտրելով ձեզ ամենահարմարավետը, arm.radio.am կայքի on-line ռեժիմը, live stream-ի տարբերակը կարող եք դիտել, լսել մեզ։ Տեսագրություն, ձայնագրությունները տեղադրվում են այս նույն կայքում։ Ես առողջ եմ բաժնում, եթե բաց եք թողնում ուղիղ եթերը, իսկ թեման ձեզ շատ հետաքրքրում է, կարող եք լրացնել այս տարբերակով եւ իհարկե հրավիրում եմ Facebook-յան հարթակ live stream-ի տարբերակով մեզ դիտելու, լսելու, մեկնաբանությունները բաց են, կարող եք թողնել հարցեր, դիտարկումներ, թեման կարևոր է հատկապես այս սեզոնի համար։ Մենք զրուցելու ենք Քութեշից եւ դրա հետ կապված ամենաարդիական, ամենաիրազեկող դրվագների մասին։ Իսկ մեր հյուրը այսօր Արմեն Օհանյանն է, ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն, վարակային հիվանդությունների գծով առողջապահության նախարարության խորհրդատու, մասնագիտացման բժիշկ վարակաբան, ողջույն։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, շատ ուրախ եմ կրկին ձեզ տեսնել այս տաղավարում, շատ եմ սիրում ձեզ հետ զրույցները, դրանք շատ ինֆորմատիվ են, սթափեցնող են, ինչու ոչ, ու մենք բազմաթիվ նոր գիտելիք ենք ձեռք բերում ու սովորում։ Շնորհակալություն, փոխադարձաբար շատ հաճելի է։ Ինչ որ մեզ պետք է, այսօր մենք հատկապես կենտրոնանալու ենք ծնողների, երեխաների, ծնողներին պատմելու, թե ինչ է Քութեշը, ինչպես պետք է այն փորձել ճանաչել, ինչով է տարբերվում այլ վարակներից, բակտերիալ ու հասկանանք, թե ինչ է առաջարկում բժշկությունը բուժելու կամ կանխարգելելու համար։ Նախ եւ առաջ հենց Քութեշ բառը ինչ հիվանդություն է սա, որ տարիքում է առավել հաճախ հանդիպում եւ ինչպես է դրսևորվում։ Ինֆեկցիոն հիվանդությունները շատ հետաքրքիր անուններ ունեն, այո, մեկը Քութեշ, ունենք կարմիր քամի, մենք շատ բազմազան սիրուն անուններ ունենք, ընդ որում շատ հաճախ դրանք չեն ուղղակի թարգմանություն չեն կամ չեն համապատասխանում իրենց այլ լեզուներով տարբերակներին, հա, ասենք ռուսերեն Scarlet-ը տարբերակն է Քութեշը, անգլերեն Scarlet Fever տարբերակով է գնում։ Մենք որտեղից ունենք այս Քութեշը։ Նույնիսկ չեմ կարող հիմա ասել հստակ ինքը որտեղից է այդ բառը ծագումը գալիս, բայց երևի ինչ-որ հետաքրքիր բան կունենա։ Ինչևից է, ինչպես մեծամասն ինֆեկցիոն հիվանդությունները Քութեշի ռիսկային խումբը երեխաներն են, բայց այստեղ շատ կարևոր է իմանալ, որ հիմնականում 5-ից 15 տարեկան երեխաներն են։ Եվ ինքը տարիքի հետ կապված շատ յուրահատուկ առանձնահատկություն ունի, որ մինչև 3 տարեկան երեխաները չեն հիվանդանում պրակտիկորեն Քութեշով։ Դա տեսականորեն գրեթե անհնարին է, եզակի դեպքեր կարող է լինի։ Բայց քանի որ ինքը ցանով ընթացող հիվանդություն է, իսկ մինչև 3 տարեկան ցաները շատ են լինում, հաճախ շփոթություն է առաջանում եւ այդ տարիքում նման ախտորոշումների ենք հանդիպում։ Սա այն հիմնական առանձնահատկություններից է, որ ցանկալի է եւ ծնողները եւ մանկաբույժները, ովքեր որ զբաղվում են, շատ հստակ ֆիքս են, էլի, որ մինչև 3 տարեկանը այս դիագնոզի մասին եթե խոսում ենք, դա պետքա շատ յուրահատուկ դեպք լինի, մի քանի մասնագետի գոնե կարծիքով գնահատված։ Իսկ բացատրություն կա, գիտահեն, թե ինչու հենց 5-ից։ Այո, հիմա բացատրենք, շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Իրականում տեսեք Քութեշը ինքը որպես այդպիսին ստրեպտոկոկային վարակ է իրենից ներկայացնում, այսինքն նշիկների ստրեպտոկոկային բորբոքում ժողովրդի մեջ ընդունված թարախային անգինա հիվանդությունն է։ Սակայն ինչով է տարբերվում, երբեմն որոշ մոտ 10% դեպքերում ինքը դրսևորվում է նաև ցանային ընթացքով։ Ցանը առաջանում է այս միկրոբի կողմից արտադրած թույնին օրգանիզմի կողմից ի պատասխան հակամարմիններ արտադրելու հետևանքով։ Պաշտպանական արձագանք է։ Այո, պաշտպանական արձագանք է ցանի դրսևորումը։ Այդ թույնն է ու մի անգամ երբ որ կյանքում հանդիպում է մարդը ստրեպտոկոկին եւ այդ թույնի նկատմամբ հակամարմինները արտադրում, հետագայում իր կյանքում այդ հակամարմինները մնում են արդեն։ Եվ հաջորդ անգամ երբ որ ստրեպտոկոկով հիվանդանում է, այս թույնի նկատմամբ արդեն ինքը ունի հակամարմիններ եւ այլևս ցանային դրսևորում չի առաջանում, այսինքն հիվանդությունը լինում է որպես թարախային անգինա արդեն,
հա, բայց ցան չի լինի, որովհետև թույնի հարցը օրգանիզմը լուծել է, այսպես ասած։ Հիմա հղիության ընթացքում կինը որ իր մանուկ շրջանում, հա, կամ դեռահաս տարիքում հիվանդացել է եւ ունի հակամարմիններ, այդ հակամարմինները փոխանցում է իր նորածին երեխային։ Եվ այդ հակամարմինները այնքան երկար են պահպանվում, հիմնական տարբերակ, հա, շրջանառող դա է բացատրությունը, ձեր հարցի պատասխանը, այո, որ մինչև 3 տարեկանը հերիքում են, այո, որպեսզի այդ դրսևորումները չլինի։ Իսկ սա անկախ նրանից կինը իր կյանքում այդ ստրեպտոկոկի հետ առնչվել է թե ոչ։ Բնականաբար ոչ, որովհետև եթե չի առնչվել, չի ունենա հակամարմիններ կինը։ Բայց հիմնականում առնչված են լինում 10 տարեկանների շրջանում արդեն մոտավորապես 80% մարդկանց առնչված է լինում։ Այսինքն հավանականությունը դրա համար, ասում ծայրահեղ հազվադեպը, որ կինը փոխանցած չլինի, եւ կա եւս մեկ առանձնացում, որ առհասարակ ստրեպտոկոկը ինքը մինչեւ 3 տարեկան երեխաների համար վտանգ չի ներկայացնում։ Այսինքն եթե մենք 4 տարեկան երեխային ասում ենք պետք է շտապ ստուգել, բուժել վաղ, որպեսզի ռևմատիզմ հիվանդությունը չզարգանա, հա, կամ այլ բարդություններ, ապա մինչև 3 տարեկանը ստրեպտոկոկը ընթանում է վիրուսի պես եւ հատուկ բուժման կարիք չունի։ Սա էլ է օրգանիզմի առանձնահատկություն, որ մինչև 3 տարեկան երեխաների մոտ չկան այնպիսի բջիջներ, այնպիսի ռեցեպտորներ, որ ստրեպտոկոկը դրանց կպնի եւ առաջացնի լուրջ բարդություններ, խնդիրներ։ Պարարտ հող էսպես միջավայր։ Օրգանիզմը դեռ ընկալունակ չի բարդություններին, եթե sense կարելի է ձևակերպել։ Լավ, այդ դեպքում ինչու հնարավոր չէ, օրինակ հենց 3 տարեկանում կամ 3-ից 5 տարեկանի ընթացքում հատուկ ծանոթացնել բոլոր երեխաներին այս բակտերիայի հետ, ինչ որ կերպ պատվաստել, եթե կարելի է այսպես ասել, հակամարմիններ ձևավորել, որ հետո օրինակ քութեշին չառնչվի երեխան, այսպիսի բան Շատ հետաքրքիր միտք եք ասում, այո։ Փորձում եմ հասկանալ, այլիք հիվանդությունների պատվաստում մենք ունենք, այնտեղ պոլիոմելիտի հարցն է լուծված եւ ծաղիկի եւ բազում, ինչու սա չի արվում։ Տեսեք, մենք խոսեցինք երկու բանից, մեկը իր թույնի նկատմամբ հակամարմիններից եւ հենց հիվանդության։ Իրականում հիվանդության նկատմամբ երբ որ առաջանում է իմունիտետ, իմուն պատասխան, սա կարճատև է տևում, այսինքն մարդը կարող է բազմակի անգամ ստրեպտոկոկով վարակվել։ Իր իմունիտետը այստեղ արդեն պատվաստում հիվանդության դեմ չեն կարող, բայց քութեշի դեմ, այսինքն ցանի դեմ, այդ թույնի դեմ պատվաստում, դա հետաքրքիր միտք է, ինձ թվում է աշխատում են։ Երևի թե աշխատություններ կլինեն այդ ուղղությամբ, մանավանդ որ վերջերս բռնկումներ բավականին մեծ լինում է, 2 տարի առաջ, եթե չեմ սխալվում, Բրիտանիայում շատ մեծ բռնկում եղավ, որ իրանց համար զարմանալի էր, այսինքն այս հիվանդությունը ավելի պետք է դասենք մի քիչ ավելի սոցիալապես ավելի անբարենպաստ երկրներին այն կտրվածքով զուտ, որ ինքը կոլեկտիվների մեջ է բռնկումները հիմնականում ընկնում, այդ 5-ից 15 տարեկան, որ ասում ենք, հիմնական դպրոցի տարիքի երեխաներն են եւ այդպես կոլեկտիվ բռնկումներ ալնում, իր վարակելիությունը վիրուսների պես բարձր չէ, որ մեկը դասանում փռշտա պայմանական բոլորը վարակվեն, այստեղ պետքա նույն բաժակից օրինակ օգտվել, իրար գրկել, համբուրել, այսինքն ավելի տակտիլ թքի միջոցով ավելի շատ փոխանցումը լինում, այսինքն շատ ավելի սերտ կոնտակտ է պահանջում եւ իրենց համար դա բնորոշ չէր, որ Բրիտանիայում նման բռնկում լինի, բայց բավականին մեծ եղավ ու երկար ժամանակ պայքարում էին։ Իհարկե տարբերակներից մեկն էլ քննարկվում էր, որ հակաբիոտիկները որ սկսում են քիչ կիրառել, դա էլ ինք իրենով նպաստում։ Քիչ, բայց մենք հիմա գերսպառման խնդիր ունենք ու բոլոր զարգացած երկրները աշխատում են այն ուղղությամբ, որ հակաբիոտիկները անդադար չնշանակվեն, հատուկ բժշկի ցուցումով լինեն եւ քիչ նշանակվեն։ Փաստորեն հիմա դուք հակառակ խնդիրն եք առաջ բերում։ Իհարկե սա այն հիպոթետիկ ավելի քննարկման տարբերակ է, այո, մենք իհարկե գիտենք հակաբիոտիկների կիրառման բոլոր բացասական կողմերը եւ հստակ ապացույց դա քննարկման հարց չի, որ
պետք չի առանց նշանակման օգտագործել, միանշանակ խնդիրներն ու բարդությունները ավելի շատ են, բայց մենք չենք կարող իհարկե բացառենք նաև այն, որ եթե արվել է միջամտություն, դա ունի հետևանք, այսինքն եթե մենք բազմաթիվ մարդկանց հակաբիոտիկներ ենք տալիս, այսպես թե այնպես որոշ հիվանդությունների վրա ազդեցություն ենք ունենալու։ Բակտերիալ ֆորմը ճնշված է մշտապես ու դա իր գոնե մի փոքր դրական կողմերից է, եթե դա շատ հարաբերական դրական է, որտեղ մենք նորմալ բակտերիաներին էլ ենք վերացնում այդ ընթացքում ու այստեղից արդեն գնում են մյուս խնդիրները, այո։ Լավ, այդ դեպքում փորձենք հասկանալ, դուք ասացիք, որ այն թարախային անգինայի կարծես թե տեսակ է, որը դրսևորվում է ցանով մաշկի վրա, հիմնականում դեմքին, թե ամբողջ մարմնին, փորձենք ճանաչել արտաքին նշանները։ Այո, շատ տեղին հարցը, դեռ ինքը շատ յուրահատուկ դրսևորումներ ունի ցանային առումով։ Սովորաբար սկսենք մի փոքր ավելի sense սկզբից, որ ավելի լավ պատկերացնենք, նախ գաղտնի շրջանը 1-ից 5 օր է, այսինքն որ շփվեցինք վարակ ունեցող անձի հետ, սովորաբար 1-ից 5 օրվա ընթացքում դրսևորվում է։ Առաջի 24 ժամը հիմնականում ավելի շատ լինում է ջերմությամբ եւ կոկորդի ցավով, որին հաջորդում է արդեն ցանավորման փուլը։ Ինքը մանր կետավոր ցան է իրենից ներկայացնում կարմիր գույնի, այլ անունով ասում են հայերեն ոնց է կոչվում շուշաթղթի տեսքով ոնց որ ինքը բանա լինում ուրեմն ցան ենք ունենում, հա, շոշափվող, այսինքն ծայրերով, չէ, կարմիր, ուղղակի շոշափվող ցան է ինքը լինում իրանից ներկայացնում։ Հիմնական տիպիկ տեղերը դրանք ծալքերն են, մարմնի բնական ծալքեր, այսինքն արմունկը, թևատակը, աճուկների շրջանը, դրա համար կասկածի դեպքում անմիջապես փորձում ենք հենց այդ զոնաները նպատակային զննել, որտեղ ամբողջ Իրանի վրա չլինի, բայց այդ ծալքերում հայտնաբերենք։ Բերանն շատ բերանային ապարատի փոփոխություններն են շատ բնորոշ։ Առաջի 1-2 օր ունենում ենք լեզվի սպիտակ փառակալում, որին հաջորդում է մաքրվելը լեզվի եւ կոչվում է մորենման լեզու։ Այսինքն շատ վառ, կարմիր, այո, եւ պտկիկները ավելի արտահայտված, նաեւ բոցանման բկանցք, sense հետաքրքիր սիրուն տերմին ունենք։ Շատ արվեստագիտական, շատ ստեղծարար բառամթերք են հիվանդության շրջանում այսքան գեղեցիկ բառեր։ Ես հասկանում եմ հիմա, թե օրինակ դուք ինչու եք ընտրել հենց վարակաբանությունը, որովհետև այստեղ հետաքրքրաշարժ է շատ, փաստորեն այն ավելի առանձնահատկություններ ունի ընդգծված, քան մենք թարախային անգինայի դեպքում ենք դիտում, այսպես կարելի է փորձել տարբերել, հիմա ես ծնողների համար եմ ասում, որ ուշադիր լինեն, իսկ թարախային անգինան է ավելի վտանգավոր, թե քութեշը եւ ինչու, որից պետք է մենք ավելի շատ վախենանք, այսպես ասած։ Այո, շատ էլի տեղին հարցը ըստ էության նույն հարուցիչն է։ Եթե այդպես զուտ վիճակագրորեն քութեշի պարագային բարդությունների հավանականությունը մի փոքր ավելի շատ է, դա միգուցե պայմանավորված նրանով, որ տարիքային խումբը մի քիչ ավելի թարախային անգինան, եթե sense առանձին վերցնենք, իրանք ամեն դեպքում մի քիչ տարբերություն կա, այսինքն ավելի մեծերին էլ թարախային անգինան վիճակագրությամբ, եթե նայենք, էլի շատ է հանդիպելու դեպքեր, այդտեղ մեկը ավելի հաճախ 5-ից 15 տարեկան ենք ասում, բայց այդ 5-ից 8-9 տարեկանը ամենահաճախ հանդիպող շրջանն է, այո։ Եվ բացատրություն որպես այսպիսին հստակ մեխանիզմներով չեմ կարող ես նկարագրել, որտեվ ինձ հայտնի չեն, բայց երկուսն էլ կարող են բոլոր նույն բարդությունները առաջացնել, բայց քութեշի պարագայում մի քիչ ավելի շատ են նույն երիկամների հետ զարգացող բարդությունների ռիսկը, որը որ մի քանի շաբաթ հետո է դրսևորվում, 2-3 շաբաթ անց կարող է ի հայտ գալ եւ իր պրոգրեսիան, այսինքն զարգացումը դեպի sense տարածուն վարակի, այսինքն սեպսիսի առաջացման կարող է բերել, այլ օրգանների ախտարման, ամեն դեպքում իր ապարագայում ռիսկայնությունը ավելի բարձր է։
Ու սա վիճակագրությունն է ցույց տալիս եւ փաստ է սա։ Մեր առօրյայում էլ տեսնում ենք ինքը ավելի ծանր ընթացքի բնորոշ Քութեշին ամեն դեպքում։ Իհարկե թարախային անգինան եւս կարող է ծանր ընթանալ, բայց Քութեշը ինքը ոնց առանձին հիվանդություն է ամեն դեպքում։ Այստեղ միգուցե այդ թույնի առանձին արտադրումների աշխատանքն է անում ամբողջ օրգանիզմի վրա բնականաբար։ Ինչու ենք մենք հենց այս ժամանակահատվածը ընտրել Քութեշի մասին խոսելու, ինչու է հիմա ակտիվ իրազեկումը հենց այս սեզոնին կարևորվում։ Ինչպես դարձյալ շատ ինֆեկցիոն հիվանդություններին, այս հիվանդությունը եւս բնորոշ է սեզոնային ընթացքը եւ ձմեռ վանից դեպի գարուն, հա, այսինքն ձմեռ գարուն սեզոնայնությունը բնորոշ է հենց Քութեշին։ Հստակ պատճառներ թե ինչու է հենց հիմա ինքը ավելի ակտիվ անում, դժվար է ասել, այսինքն գիտական բացատրություն դրա համար հիմնավոր չկա, ուղղակի հիվանդության ընթացքը այդպիսին է եւ սա կարող է փոխվել ժամանակի ընթացքում։ Դա էլ է շատ հետաքրքիր, որ շատ հիվանդություններ մեկ էլ ասում ես մետամորֆոզների են ենթարկվում։ Ջրծաղիկ օրինակ մենք հիմա ամբողջ տարին ունենք, առաջ երբ որ մենք սովորում էինք դասական իր նկարագրությունը, ավելի ցուրտ եղանակների, այսպես ասած, հիվանդություններ, այնպիսի բրոնկումներ են։ Հիմա վիճակագրողներն որ նայում ենք, հավասարապես բաշխված է։ Նույն ձևի պատմականորեն Քութեշի համար ունենք, որ այս շրջանը իր համար առավել ակտուալ է, բարենպաստ է, միգուցե որ ավելի եղանակային փոփոխություններում ավելի թեթև են հագնվում, չգիտեմ, ավելի սերտ շփումներ ա լինում դպրոցում, չեմ կարող ասել, բայց բերում է դրան եւ հենց հիմնականում դպրոցահասակ երեխաների շրջանում է տարածումը։ Սա պետք է վիճակագիրներն ու սոցիոլոգները երևի մի փոքր ուսումնասիրեն, հասկանան, բազմագործոն է շատ։ Մի այսպիսի հետաքրքիր միտքել ենք մենք հաճախ լսում, որ թարախային անգինան առավել վտանգավոր է հենց տղա երեխաների համար, պայմանավորված հասունացման ընթացքում որոշ հորմոնալ փոփոխությունների հետ եւ ոչ այնքան աղջիկների վերարտադրողական ֆունկցիայի վրա ազդելն են նշում եւ այլն եւ այլն։ Իսկ այստեղ կա նման բան։ Սերային ինչ որ որևիցե նման կոռելացիա, որևիցե նման կապ գոյություն չունի։ Ուղղակի այդ շատ հետաքրքիր մի օր էլ միգուցե կարող ենք առանձին խոսել այդ անգինաների, այսպես ասած, բկախտերի հայերեն տարբերակով, այսինքն նշիկների բորբոքումների տարբերությունների մասին, որտեղ հաճախ մենք այստեղ ախտորոշման խնդիրներ ենք ունենում եւ այլ հիվանդություններ, նույն օրինակ մարշալի համախտանիշը հաճախ ընդունվում է որպես թարախային անգինա եւ այդ բոլոր վախերից ելնելով հրատապ երեխաներին հեռացնում են նշիկները, վիրահատում են, սա մի քիչ ավելի այսպես առասպելների շարքից ինչ որ միֆերի շարքից ինչ որ բաներ են գալիս, բայց հիմա պատտվում են դրանք, դեռ ակտուալ են, որովհետև հիմա շատ ժամանակակից է, շատ ապացուցողական է, գործիքային հետազոտություններ, լաբորատոր ֆանտաստիկ հետազոտություններ ունենք, ինչու են սրանք դեռ ակտուալ։ Դա արդեն մի քիչ ավելի եւ համակարգային բժշկության խնդիր է այն մասով, որ տեսեք, այո, կա այդ ամեն ինչը, բայց երբ որ բժիշկը գնում է ինչ-որ մի կլինիկա, ինչ-որ միտեղ սովորելու իր դպրոցը, այսպես ասած, բժշկական դարբնոցը, այնտեղ ինքը միևնույնն է սովորում է առաջերտին իր ավագ սերնդից, եւ ասենց սերնդե սերունդ փոխանցվում է։ Եվ այո, պատահական մուտացիայի նման, ասես կարող է հայտնվեն անհատներ, որ իրանք կարողանան շեղվեն այդ պատմական սովետի շրջանից եկող ուղուց եւ կարթան ինքնուրույն ու անցնեն այլ բանի, բայց վիրաբույժների մոտ փորձ ցույց է տալի դա մի քիչ ավելի դժվար է ընթանում, քան թերապևտիկ մասնագիտությունների մեջ եւ եթե ընդունված է պատմականորեն որ եկեք վիրահատենք, վիրահատում են եւ դա մենակ մեր երկրի խնդիրը չէ։ Մի անգամ Ռուսաստանից չեմ հիշում որ քաղաքներ անկեղծ ասած, բայց պացիենտ է դիմել, այ մենք նշիկները հեռացված է, նոր ավարտ բժիշկ եմ, շատ հետաքրքրությամբ երեխայա, բա ոնց եղավ, ոնց արեցին, այլ երկրի փորձա ինձ հետաքրքիր է, այնպես ակտիվորեն հարցեր եմ տալիս, ծնողները զարմացած վրես են նայում, ես ինչ ես այսքան հարցնում ու վերջում, դե բայց ասում եմ մեր մոտ բոլորին վիրահատում են, պարտադիր,
մշակույթի պես, Այո, արդեն մի տեսակ բոլոր ավելավ է այս գլխից բոլորին ասենք, չգիտեմ 4-5 տարեկանում պայմանական սաղի նշիկները հեռացնենք ու էլ ոչ մի հարց չի լինի, ոչ մի խնդիր չի լինի, ոչ մի թարախային անգինա։ Ընդհանրապես ես հիշում եմ մոտ 15-20 տարի առաջ մեզ մոտ էլ Հայաստանում մի փոքր, գիտեք, ինչ միտք կար եւ ինչ տրամաբանություններ տիրում, որ եթե մի քանի անգամ կրկնվեց եւ եթե վերջում միևնույն է հեռացնելու ենք, եկեք որքան հնարավոր է արագ, որպեսզի արագ էլ վերականգնվի եւ այլն, այսպիսի։ Հետո կամաց տարիների ընթացքում ավելի օրգանապահպան ռազմավարություն սկսվեց։ Ըստ ձեզ ո՞րն է արդարացնում իրեն։ Որտեւ այնտեղ էլ տրամաբանություն կա, հասկանում եք, եթե մի 4-5 անգամ երեխան ծանր տանում է եւ այլն։ Շատ լավ հստակ թվեր եք նշում, որտեվ դա ժամանակակից բժշկությամբ հստակ ունի իր չափանիշները, այսինքն եթե մարդը 1 տարվա ընթացքում 7 անգամից ավել, 1 տարին է, 1 տարվա մեջ հստակ 7 անգամից ավել թարախային, հաստատված թարախային անգինայով է հիվանդացել, այստեղ խնդիրը առաջանում, որ չշփոթենք դա Մարշալի համախտանիշի հետ, որը որ եւս ընթանում է նշիկների բորբոքմամբ եւ շատ նման է թարախային անգինային։ Այս պարագայում միանշանակ պետք է վիրահատել։ Եթե 2 տարվա ընթացքում ամեն տարի, այսինքն իր հաջորդող տարիների ընթացքում 5 անգամից ավել է տարեկան կամ 3 տարվա ընթացքում, թե չեմ սխալվում, 3 անգամից ավել ամեն տարի կրկնվել է, այսինքն չափանիշները հստակ նշված են։ Եթե մենք հետևենք այդ չափանիշներին, սա հիմնական վերաբերում է լոր վիրաբույժներին, հա, ապա մենք խնդիր չենք ունենա, բայց անընդհատ այդ տեսեք շատ լավ հարցը բացվեց, մինչև 3 տարեկան որ ասում ենք, այդ նույն Մարշալի սինդրոմը ինքը հենց մինչև 3 տարեկանների մոտ շատ հաճախ է դրսևորվում եւ մենք անընդհատ շփոթություն ենք ունենում, որ սա թարախային անգին է, սպասենք տենանք 3-ը 4-ը լրանա երեխայի, շուտ տանենք նշիկները հեռացնենք, այնինչ բացառվում է, հա, այդ տարիքում ունենալ քրոնիկական արդեն թարախային անգինայի պատկեր։ Տեսականորեն հնարավոր է, բայց մինչև 5 տարեկանը պրակտիկորեն մենք չենք ունենում այդ թարախային անգինայի քրոնիկ ընթացքը, որը որ պիտի գնա վիրահատության։ Փաստորեն 5 տարեկանը դա այն սահմանային տարիքն է, որից հետո իմաստ ունի մտածել, այս դեպքն է վիրահատենք թե ոչ։ Մինչև դա դուք մեծ մաս դեպքերում այլ անհավանական է, այտենց 3 տարեկանից սկսի ու թարախային անգինան մի անգամից քրոնիկ ընթացքով այդպես ընթանա, դա կարող են եզակի դեպքեր լինել, բայց հիմնականում գոնե 5-ից հետո պետքա դրա մասին սկսել մտածել էլի։ Համատարած չէ։ Մենք հասկացանք արդեն, որ դեռ պատվաստանյութ որպես այդպեսին չկա, բայց կանխարգելիչ ինչ որ քայլեր կարող ենք առաջարկել հիմա ծնողներին, որ գոնե քիչ հիվանդանան, որովհետև ինչքան էլ քրոնիկական կասկած չկա այստեղ, բայց երեխան միևնույն է տանջվում է, դեղորայք ընդունում է, երբեմն հիվանդանոց է պարկում ու սա խնդիր է։ Ինչ անենք։ Կարող է բարձություններն էլ ինքը տենց շատ անմեղ հիվանդություն չի, ընդհանուր սեպսիս կարող է առաջանալ որպես բարդություն։ Դե սա շատ։ Դե մենք ունենք։ Ծայրահղված տարբերակներ։ Այո, վատից չխոսանք լավ։ Այսօր միայն լավից։ Եկեք լավ ուղղորդումներ տանք։ Ստանդարտ հիմնական կանխարգելիչ միջոցառումներն են, այսինքն հիգիենայի կանոնների պահպանում, նույն երեխաներին բացատրել պետք չի համադասանցու բաժակից շշից օգտվել, պետք է իր սննդի հիգիենայի պարագաները առանձին պահել, հիվանդ երեխաները չպետք է հաճախեն, ընդ որում այս հիվանդությունը վարակիչ է մինչև բուժում սկսելը։ Առաջի դեղաչափ հակաբիոտիկը հենց ստանում է երեխան, 12 ժամ հետո արդեն իսկ վարակիչ չէ։ Սա էլ պետք է իմանալ։ Այդքան արդյունավետ աշխատում է եւ փաստորեն խտությունը այնքան է իջնում, որ վարակելու 12 ժամ հետո ընդհանրապես, այսինքն սա էլ չպետք է դառնա պատճառ, որ երեխաները ավելորդ 10-ից բացակայեն, որովհետեւ 10 օր իրանք առնվազն պետք է իրենց հակաբիոտիկը խմեն, իսկ 10 օր դասերից չարժի բացակայել։ Հաստատ։ Հա, նամանանդ որ ինքնազգացողությունները հստակ լավանում է այդ ընթացքում։ Այսինքն ի վիճակի են իրենք գնալ, հակացում հիմնականում չեն ունենում։ Փաստորեն հիմնականում անձնական իրերի հիգիենայի առողջ ապրելակերպ իհարկե։ Սպորտով զբաղվել, լավ սնունդ ընդունում, բալանսավորված երևի, հա, լավ քուն, այսինքն այնինչ սովորաբար խորհուրդ է տրվում։ Իմջալուց լավ քնելը, այսինքն բավարար ժամանակով քնելը
կարևոր գործոններից մեկն է։ Նույնիսկ այս հիվանդության գիտականորեն ապացուցած է շնչառական վարակների համար, որ այն որ մենք խոսում ենք մրսեցի հիվանդացա, դրա որևիցե ապացույց չկա գիտականորեն, որ մարդը սառը ջերմաշճանից կարող է հիվանդանալ, հա, այդ մրսածությունը ասածը բնականաբար ինչ-որ վիրուսային հիվանդություն է, բայց այդ վիրուսային հիվանդության ռիսկը ռեալ փոխվում է, երբ որ մարդը քիչ է քնում։ Այսինքն հավանականությունը մեր իմուն համակարգը կամ դիմադրողականությունը լավ միանշանակ բարձրացնում է։ Բավարարությունը ամենալավ գրավականներից է։ Եվ մի հետաքրքիր հարց ունենք մեր լսանը շատ գրագետ է, տեսեք ինչ լավ հարց են ուղղել։ Դուք նշեցիք, որ ախտորոշման շփոթություններ են լինում տարբեր տարիքային հատվածներում, այս դեպքում ինչ հստակ լաբորատոր կամ գործիքային հետազոտություններն են ձեր օգնականները, որպեսզի ախտորոշումը ի վերջո ճիշտ դրվի եւ հետեւաբար բուժման պլանն էլ adekvat կազմվի։ Հիմնականում կոմպլեքս է, մեկ հետազոտությամբ հնարավոր չէ եւ ասեմ ինչու։ Կա շատ արագ տեստ, այդ strep test է կոչվում, վկանցքից վերցնում են 15 րոպե հետո պատասխանը կա streptococca կա, թե չկա։ Ու բակ անալիզը եւս իհարկե հնարավոր է անել եւ շատ հավաստի է, բայց որպեսզի կարճ տևի, այդ strep test-ը շատ լավն է, արագ տեստ է, վկանցքից վերցնում են 15 րոպե հետո գիտենք։ Բայց մի հատ ուրիշ խնդիր ունենք, որ բնակչության մոտ 10%-ի շրջանում տարբեր խմբերում, տարբեր հանրություններում կարող է մի քիչ տարբերվել, մոտ 10%-ը, եթե ոչ ավել, կրում է streptococca իր բկանցքում, այսինքն ռեզերվուար է ինքը հանդիսանում։ Եվ հետեւաբար միայն դրա հետևանքով հետազոտության արդյունքով որոշել, որ այս հիվանդությունը հստակ կապ ունի, իսկ գանգատները կապ ունեն streptococca-ի հետ, թե չէ, այստեղ արդեն պետք է լինի բժիշկ մասնագետ, ով տիրապետում է որոշի արդյոք առհասարակ կար ցուցում տվյալ երեխային հետազոտել թե չէ, հավելյալ հետազոտության կարիք կա թե չէ, վերջապես հիվանդությունը, այսպես ասած, նման է, բնորոշ է, ընթացքը streptococca-ին վարակին թե ոչ։ Լավ, այսինքն արագ այդ 10 րոպեում parzեցինք կա եթե թե չկա, չկա, արդեն էլ չեն քննարկում։ Եթե կա, հաջորդ ինչ ստուգումներ են արվում։ Եթե ճիշտ նպատակով է հետազոտությունն արվել, այսինքն ճիշտ գանգատներ կան, այնտեղ անգամ այդպիսի միավորներ կա, որ պետք է հավաքել, հա, այսինքն 38 աշճանից ավել է ջերմությունը, օրինակ, շնչառական այլ նշաններ չունի վիրուսներին բնորոշ, այսինքն քթից հոսք չկա, հա, աչքերը կարմրած չեն, կոկորդն է ցավում, այսպես միավորները հավաքում ենք, այո, ինքը թեկնածու է հետազոտվելու, հետազոտեցինք տեստը դրականը նշանակվում է հակաբիոտիկ։ Իսկ շատ են հետազոտությունները, այսինքն նկատի ունեմ ավելի լավ չէ միանգամից անել եւ ոչինչ բաց չթողնել։ Եթե բոլորին հետազոտել։ Այդ 10%-ի դեպքում մենք շփոթություն կունենք կրողների դեպքում, այստեղ է, որ կարևոր է մենք ճիշտ անամնեզ հավաքենք։ Այո, ճիշտ գնահատենք ում է ցուցված հետազոտվել, որպեսզի ավելորդ երեխային անտիբիոտիկ չնշանակենք։ Եվ կրկնվելու մասին էլ հասցնենք խոսել, ենթադրենք, ահա ձեր նշած շատ ռիսկային տարիքում 5-ից 15, չէ, այդպես վերցնենք, մեկ անգամ տարավ երեխան, բուժումը ստացավ, կրկնվելու հավանականություն կա այդ ռուսերենով предрасположенность, նախատրամադրվածություն արդեն ձևավորվում է։ Տեսեք, ժամանակին համարվում էր, որ հիմնականում չէ։ Բոլորս մոտ սա մեր հետաքրքրություններից է դարձյալ, որ հիվանդությունը փոխվում է եւ նաեւ մենք ենք ազդում հիվանդության վրա, որովհետեւ եթե ինքը մի քանի օր երկար է մնում առանց բուժման, արդեն հակամարմիններ ձևավորվում են այդ թույնի նկատմամբ, որը որ պատճառ էր ցանի եւ այլ քութեշ որպես այսպեսին չենք ունենում, ունենալու ենք միայն թարախային անգինա, բայց եթե մենք շատ վաղ հայտնաբերում ենք հիվանդությունը, շատ վաղ սկսում ենք հակաբիոտիկով բուժել, ինքը չի հասցնում բավարար քանակի թույն կուտակել, որ իմուն համակարգը դրան պատասխանի, հակամարմիններ ձևավորի, այս դեպքում ունենում ենք, այսինքն պրակտիկորեն գործնականում դա չի բացառվում, ավելին դեպքերը բավականին տեսել ենք, ունենք մեր շրջապատում կան գործնականում դեպքեր։ Շատ շնորհակալություն։ Մենք զրուցեցինք Արմեն Օհանյանի հետ, ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն, վարակային հիվանդությունների գծով առողջապահության նախարարության խորհրդատու, բժիշկ վարակաբան, ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, անհամբեր կսպասեմ ձեզ հետ հաջորդ եթերին որևէ կարևոր թեմայով, ցտեսություն բոլորին։
Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։